Հունվարի 1-ից թոշակառուների համար հետվճարը կազմելու է 20%, մինչև 10,000 դրամ, եթե նրանք ապրանքների դիմաց վճարեն անկանխիկ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր սոցիալական ցանցի իր էջում պարզաբանել է օրերս մեկնարկած այս փոփոխությունը։ Նախարարը նաև անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող մեկ այլ ծրագրի, որը վերաբերում է ոչ միայն թոշակ կամ նպաստ ստացողներին, այլև 18-ից բարձր բոլոր քաղաքացիներին։ Այս դեպքում էլ խոսքը 2% հետվճարի մասին է։ Տեսեք, սա վիզա քարտ է, իսկ սա արկա քարտ է, որի վրա գրված է արկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ վիզա կամ մաստեր փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ գույները կարող են տարբեր լինել եւ բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը։ Այսինքն արկա քարտեր ունեցող բոլոր քաղաքացիները ամիսը մինչև 2% հետվճար կստանան, ամսական մինչև 60,000 դրամ, եթե գործարքները կատարեն անկանխիկ։ Մեծ հաշվով սա կառավարության կանխիկի շրջանառության նվազեցման քաղաքականության շրջանակում գործող ծրագիր է։ Հիշեցնում եմ նաև, որ մենք ունենք ապրիլի 1-ի վերջնաժամկետ ընդհանրապես ամեն ինչ անկանխիկ անցնելու կենսաթոշակների նպաստները, որին չարժե սպասել, արժե դա անել հնարավորինս արագ եւ օգտվել այս լավ հնարավորություններից։ Այստեղ սակայն առաջ են գալիս մի շարք հարցեր։ Նախ, ինչու է առաջնահերթությունը տրվում հենց արկա քարտերին, այսինքն որն է արկայի բաժանորդների թիվը մեծացնելու կառավարության մոտիվացիան։ Պարզվում է, արկայի աշխատանքի հիմնական շահառուն հենց պետությունն է։ Կենտրոնական բանկը տնօրինում է բաժանորդների մոտավորապես 55%-ը եւ մնացած 45%-ը տնօրինում են 10 կոմերցիոն բանկերը։ 2000 թվականին այդպես է ձևավորվել։ Հիմա որ խնդիրը տանում է դեպի արկա համակարգ եւ արկա համակարգերի, այսպես ասած, ծառայությունների ծոփելու լրացուցիչ ստեղծելու քարտատերերի նոր զանգված, դա ինչ-որ իմաստով ընդունելի է։ Իսկ եթե քաղաքացիները հանդիսանում են ոչ թե վիզա, մաստեր կամ արկա քարտերի քարտապաններ, այլ օգտվում են այս կամ այն բանկի սեփական վճարային համակարգով աշխատող քարտերից, այդ դեպքում կարող են օգտվել կառավարության սահմանած հետվճարներից։ Այս դեպքում էլ փաստորեն գործում է արկան։ Բանկերը թողարկում են այդ իրենց բոլոր պրոցեսինգային քարտերը, այդ բոլոր քարտային հաշիվները միևնույն է, նրանք պրոցեսինգ են ենթարկում արկա այդ համակարգի միջոցով այդ վճարումների դիմաց գումարների գանձումը եւ այդտեղից համապատասխանաբար այդ վճարները նաեւ որոշակի դուրս հանումը եւ հետ վերադարձը, չէ՞, այս ամբողջը ապահովում է արկա համակարգի միջոցով։ Մասնագետները տեխնիկական այս խնդիրներից սակայն հանրության ուշադրությունը հրավիրում են հետվճարի բուն նպատակի վրա։ Հայտարարվում է, որ դրա նպատակը համապատասխան չափով թոշակառուներին վճարվող գումարների ավելացումն է, այսինքն մարդկանց սոցիալական վիճակն է բարելավվելու։ Եթե կոմունալները հանում են, որտեղ հետվճար չկա, տրանսպորտի ծախսերը հանում են, հետվճար չկա, ենթադրենք շուկաներում, գետնի վրա, ենթադրենք սայլակների ծառուտուրը, երբ որ կատարում բակային խախտերում, այստեղ եւս հետվճար չկա, չէ՞։ Մոտավորապես մի 15,000-ից 20,000 դրամ է մնում, որ նա կարող է ստանալ իր հետվճարը։ Այսինքն գետնի վրա ավելի շատ աղմուկն է, քան իրական ֆինանսական աջակցություն անապահով խմբերի համար, եզրահանգում են մասնագետները։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։